Ինչ կասեք Փաշինյանի, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց։ Մոնիկը շատ թույլ մարդ է։ Ոչինչ։ Ընդհանրապես ոչինչ։ Ես իրան կխնդրեմ, որ մի քիչ շատ խիստ լինի։ Չի կարելի այդքան բաց թողի անել։ Ամեն ինչը իր լավ կլանի։ Ինչ կասեք Փաշինյանի, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց զգա։ Փաշյանը հենց այդ մասը կասե, որ քրիստոնեությունը Աստծո մեկ բոլորս պատասխան եք տալ Աստծո առաջ։ Կարողանանք մեր մեղքերվան թեթևացնել, ոչ թե ավելացնել, այլ թեթևացնել։ Եթե ինչպես չէ։ Ինչ կասեք Փաշինյանի, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Առաջին հերթին կասեմ թոշակները բացացրու 45000-ով ոնց ապրեմ։ 30 տարվա մանկավարժ եմ, հիմա էլ անցել եմ թոշակի, ոնց ապրեմ, ասա, թեկուզ ամուսինս էլ մահացել է, տղա ունեմ առանձին, այդպես չի լինի, միջև երբ։ Դեմ դիմաց դուրս գալ կասեմ, որ մի քիչ ժողովրդի մասին մտածի։ Մեղք է ժողովրդը, սա ժողովրդը սմարտի տակ չեն կարող նկատելին։ Նենց անենք, որ ժողովրդը մի քիչ լավ լինի, թոշակները բարձնի, աշխատավարձները բարձնի։ Պատերազմը գնացել իմ երեխաս շատ վատ վիճակով եկել է, Սանթվին ինչ ասեմ։ Էլ բան չունեմ ասելու դες, որ ասեմ կարող է դժվեմ ասեմ։ Ասում եմ, ինչ ճիշտ է դա էլ ասում եմ։ Կխնդրեի, որ ինձ նպաստ տրամադրեր։ Միայնակ մայր եմ, բայց նպաստ չեք ստանում։ Ես չէի ուզի բարձրաձայնել, բայց բաներ կան, որ ասեն խոսքի պետք չի ինքը բարձրաձայնի, անեն ներքին ձևով, պետք չի, ամբողջ աշխարհում է կա սխալներ, բայց պետք չի, որ ասեն խոսքի թշնամին լսի մեր սխալները, այդքան բան ասեն։ Գիտեմ էլ հանդիպի, երբեք հանդիպի, ջահելները պետք է գնան հանդիպի, ես ինչ։ Դե ինչ եմ ասելու, ասում եմ միշտ լավ եղի երկրի համար, այդ կասեմ։ Ոչինչ չունեք հավելել։ Չէ։ Ոչ։ Դժվար հարց է։ Ինչ կասեք ձեր դիմաց դուրս գա։ Չեմ կարող ասել։